Խնդրում եմ, բոլորը սպառեն, որովհետև ժամանակի խնդիր ունեն։ Փաշինյանը Իրանից լեզակամարտության ֆոնին երեսին փոքրուց շնասանները վրանադարձել։ Բայց ոնց որ ձեր հարցը արդեն տվել են։ Հայաստանի որ շատ փորձագետներ այստեղ նշում են, որ հենց կոնգրեսի ուղղությամբ մեծ մտանք այս ֆոնին։ Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետություն իշխանություն ապահովության փոխարինի արդյոք ինչու չի հրավիրում եւ վտանգները գնահատվել են փոխություն։ Նախ ես ձեզ ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստ բարբերաբար է հրավիրվում, ասենք օրինակ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պարոն Փաշինյան, տպավորություն է, որ դուք այս երկրի դատավորն եք փորձում լինել, ԱԱԾ պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները, սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով, դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում, ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո, 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն, խնդրում եմ, որպես երկրի պատասխանատու պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք էլ եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք հիմա։ Չէ, ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի, խնդրեմ։ Իսկ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ, հեսա կհարցնեմ։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի դարձել են տեղեկություններ այն մասին, որ Ինչն է խնդիրը, ոնց սխալ ենք կանգնած։ Հա? Մեզ են նախատում։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի են եղել տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ, եւ եթե պարոն մանրամասները ձեզ հայտնի են, թե ոչ, եւ Արդեն երկրորդ հարցն եք տալի։ Ենթահարցա, դուք երբ եք քրիստոնեությունը ընդունել, ինչու է այս հարցը առաջանում, որովհետեւ դուք շուրջ 1 ամիս առաջ է, որ սկսել եք այս եկեղեցին մաքրելու գործընթացը, եւ եթե քրիստոնյան տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, պետք է չնայի լրագրող է, պատգամավոր է, վարչապետ է, պետք է շտապ քայլեր ձեռնարկի, բայց որ դուք այս վերջում եք սկսել այս գործընթացը, հարցեր են առաջանում, ինչու այս փուլում։ Գիտեք, ես նաև Մինսկից ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումները, իմ կարծիքները, դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց իմ լրագրող եղած տարիներին եւ եթե ձեզ հետաքրքիր լինի, կտեսնեք, որ այդ թեմայով տասնյակ հոդվածներ եմ գրել, անդրադարձել եմ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ, ինչքան էլ դա ես հասկանում եմ, որ մի մասին միամիտ կթվա, իսկ մյուս մասին կթվա ոչ իրական, ես երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետեւ ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ես հիմա հասկանում եմ իհարկե, որ սա մի քիչ տարօրինակ է հնչում այդ առումով, բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։
Ես վարչապետի ինչ լծակ եմ օգտագործել, այդ ներողություն, այդ էջը ես բացել եմ 2011 թվականի, բայց ինչ կապ ունի, միջև 18 լսեք, դա իմ անձնական էջն է եւ ես իմ կարծիքները կիսում եմ, այդ թվում որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ։ Ինչ խնդիր կա։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, դուք ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ հնչող հաստատները եւ տեղի ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Առապացույցն այն կրակոցները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք է գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը Հայաստանի առաջարկը եւ Ադրբեջանը միջև հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սակայն չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարոն վարչապետ ձեզ անվստահություն հայտնելու գործընթացը փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում, այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերվում այս գործընթացին։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Ընդդիմությունը իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ Կարծում եք պատճառներ չկան։ Սավետ Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև շատ թեմատիկներ ակնարկում էին, որ սա Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ
մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության Իմ հարցին չպատասխանեցիք արցախցիների հետ կապված։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանավորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն, սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը, ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ եմ։ Ինչու է պետության փողերով կրթվելը նորաձևը շարժումը ֆինանսավորում։ Մենք եթե այդ հարցը կարևորում էիք, ախր տայիք ընթացքում։ Այդ ազնիվ ներողություն եմ, չէ, ներողություն, բայց վերև մենք պայմանավորվեցինք, որ մի հարց եք, չէ, տալիս։ Դա ազնիվ չի։ Եթե ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ես ուղղակի ուզեցի այդ դիտարկումը անել։ Ուրեմն իմ գործունեության ցանկացած ձև, հա, այսօր որ ես եկել եմ ազգային ժողով, հետո որ գնամ հետ ազգային ժողովից, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, վարչապետի գործունեության շրջանակում։ Այն ինչ որ ես անում եմ կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, դա համարում եմ իմ որպես վարչապետ գործունեության չափազանց կարևոր մաս։ Հակառակ դեպքում ես շաբաթ կիրակիները եւ նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի։ Ես կա որ մի րոպե, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ խոսակցություն է, մեր ժողովրդի հետ խոսակցություն է։ Դա փակ, խորհրդապահական, այսինքն այնտեղ գաղտնիք չկա, բայց հանգիստ դահլիճային պայմաններում։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ընդ որում գաղտնիք չի։ Դա այդ գումարները վարչապետի գործունեության առողակարգային եւ այլ ծախսերի մեջ է, որը միշտ էլ գաղտնի է եղել եւ այդպեսին է։ Այսինքն դա ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանդիպումներին, որտեղ ես չեմ մասնակցում, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, դա պետական բյուջեի չի ֆինանսավորում։ Արդեն ես հիմա մանրամասները չեմ կարող ասել, բայց այնտեղ որտեղ ես եմ մասնակցում, այո։ Շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։